Ուրեմն առաջին քայլը լինելու է կադրային քայլը, թե ում ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնացուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացման։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Տորմուզ հենդոյի նմանները դուրս կգան։ Դու չվախենաս այդ հարցում։ Ես հատուկ քեզ տեղյակ կտամ։ Այո։ Բայց ինքնականապես չի գնալու, այստեղ մնալու է ու բայց այդ կառույցից է դուրս գալու։ Կադրերի կպահեք, եթե մնորնակ լավ աշխատող է, թե։ Լավ աշխատող եղավ, անպայման կպահեմ։ Սարեկ Մինասյանի թիմը։ Անպայման, եթե լավ աշխատող եղավ, կպահենք։ Ոնց է բոլորի գոհացնել օրինակ ավականու անդամների, որովհետև տարբեր Իմ ճիշտ ապրելակերպով, խելացի, ներողամտությամբ, համերաշխությամբ, խաղաղասիրությամբ, որ ասում է Երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պիտի կոչվեն։ Եթե խաղաղություն, համերաշխություն կա, ուրեմն այդտեղ կա շենություն, պտղաբերություն եւ ամեն ինչ դրական առումով։ Այդ դուք եք անում, դուք եք սաղ, դուք եք սարքի։ Այդ ինչ որ ամենախելոք քաղաքը Գյումրին է, հիշեք։ Վերջի 30 տարվա ինչ որ կա չկա, Լենինականից հետո ամենախելոք եղել է Գյումրին։ Սա հիշեք Լենինականից հետո։ Մտածում եմ, որ ԿՊՆ-ը պիտի մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պիտի լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց քաղաքի, մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը։ Սա ժողովրդի մասին է խոսքը։ Իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու։ Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ։ Այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է։ Եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Բա դիմանները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ, հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուզում։ Աղջիկ ջան, դու իսկական փոքր աղջիկ ինչ վրեժ խնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժ խնդրություններ չունենք։ Հասկանալի է։ Այսքան հավատ ունեցող մարդը կարող է վրեժ խնդիր լինի։ Չես տեսնում ես այնքան ներողաբեր մարդներ, որ ես իրոք այդպեսի եմ ելել, ինձ ձևական չէ։ Բան չունեմ, դիմակ չունեմ։ Պարոն Ղուկասյան, տեսեք, Իմ շրջապատը ամենախելոքն է։ Ուրեմն լավ իմացեք, ես այնպեսի բնավորության տեղ մարդ եմ, եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ։ Ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների։ Այդքան որ դուք սարքել դրման եք, այսպես հանել եք, բան եք արել, այդպես չի։ Յուրաքանչյուր որոշում քննարկելու եք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Ատորները, այս ատորը հանգիստ է, այս քաղաքապետի ատորը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, ատորը չէ։ Ես գիտեմ որ ամեն ինչից շատ մարդու անունն է։ Որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, եթե հանկարծ իրենք ճիշտ չպահեն, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քննարկեցին, մենք դարձան քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւ ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի։ Ես գիտեմ որ Սարիկը Երևանից դուրս կգա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում։ Ես մի բան ասեմ ձեզ, Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորն իրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։
Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց. դե, իրեն չեք հարկում, ատորը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտեղ գրել եմ իմ մեջ, ատորը կհարկեմ, բայց պավիդենին, ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, կակոյ պրիվետ, կակոյ ատվետ։ Տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավար է, ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը, ես կպահեմ, կպահպանեմ, իր քաղաքական հայացքների միանշանակ իրեն դեմ է, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ականին դեմ եմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ գա։ Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստեղի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ ու շատ իր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ, ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ, ամբողջ քաղաքը գիտեմ։ Մինչև այսօր իմ գործարանների դաժե մնացորդները մնացել է Գուլբան Ասկերյանի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչև այսօր, հիմա ես մինչև այսօր ունեմ հսկայական ֆերմա, այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրու քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետցել եք, կարողացել եք ձեր ունեցածը ավելացնել եք, թե հակառակը պակասել է։ Պակասել է։ Ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշք ու միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սաղը 17 տեղ է, գնա հաշվի, հակտակ հաշվի, 17 սենակ է, լսի, ուրեմն այդ հյուրանոցը, հələ մի հատ գնա Երևան նայի, 170 սենականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկածի հետևից ես ընկել ու պրիտոմ է դրա բացադրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չէր կրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն ենք արել, բարձրաձայն։ Ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տամ ես պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորհեն, որպես Գոլդեն Պալասը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորհի։ Ես պատրաստ եմ, ինչ ունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա։ Ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է։ Հիմա նրանից վերցրեք տվեք նրան, որովհետև դա իմ օլիգարխն է։ Միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պետք է գամ հետ բերեմ։ Բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածներ ամեն ինչը։ Վերելակ 25% էլ բաժնեմասունի կառավարությունը։ Ես ուրեմն գիտեք ինչ։ Ապրես հայ քյաբաբները հա, լավ էլ ուդում են։ Մինասյանը, որ առաջարկում է գնալ արտահայտություններ, կարող է հույս ունենալ, որ իրենք կհաղթեն, եթե արտահայտություն լինի, այս անգամ ավելի մեծ դառնա։ Դե հիմա ես խոսք եմ տալիս, եթե արտահերթ ընտրություն լինի, ես բոլորիդ խոսք եմ տալիս։ Մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը, որ իրանք ինչ ձևով դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում ես, բայց դուք կտեսնեք, թե ես իմ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երտումք է փող տանք քեզ։ Երեխան մահացած է, երեխանիդ գերեզմանի վրա երտումք էր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտենք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում, բան։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ձայն կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ձայն։